Հարգելի հայրենակիցներ, սիրելի վանաձորցիներ, այսօր ես կանգնած եմ մի որոշման առաջ, որը պայմանավորված չէ պահի ազդեցությամբ։ Սա երկար ճանապարհի շարունակությունն է։ Ես անցել եմ երկարատև ճնշումների միջով, ինձ փորձել են կոտրել, լռեցնել, դուրս մղել, բայց ես չեմ հանձնվել, որովհետև իմ պայքարը երբեք անձնական չի եղել։ Իմ պայքարը հանուն արդարության, հանուն իմ մեծ ու փոքր հայրենիքի է։ Վերջին 10 տարիներին ես 2 անգամ ստացել եմ ժողովրդի վստահությունը հաղթելով ընտրություններում։ Ես գիտեմ Վանաձորի լոռու զարկերակը, զգացել եմ մարդկանց սպասումները, ցավը եւ հույսը։ Այսօր ես տեսնում եմ այդ մեծ հույսը Սամվել Կարապետյանի անձի եւ նրա ծրագրերի մեջ։ Այն տարածաշրջանում, որտեղ ես եմ ապրել, բոլորը գիտեն, տեսել են Կարապետյանների կատարած գործերը։ Եվ հիմա էլ այս ծրագրերում կա վանաձորցու, լոռեցու եւ հայաստանցու ապագան։ Եվ կարևոր մի բան, ես այս ճանապարհին միացել եմ շատ ավելի վաղ, երբ դեռ չկար քաղաքական հաշվարկ, չկար ձևավորված թիմ։ Ես տեսել եմ այս գործընթացը ներսից։ Սամվել Կարապետյանը հուսալի մարդ է, համախմբող առաջնորդ է, թանձր հայկականությամբ, հավատով եւ հայրենասիրությամբ օժտված մարդ, ում ես վստահում եմ։ Այս որոշումը նաև ժողովրդի հետ շփումների արդյունք է։ Ես ստացել եմ հստակ ազդակներ միասին առաջ գնալու եւ այսօր հստակ ասում եմ, ես պատրաստ եմ իմ ողջ փորձը, ուժը եւ կազմակերպական կարողությունները ներդնեն հանուն վաղվա Հայաստանի։ Սա պարզապես միացում չէ թիմին, սա արժեքների նույնականացում է։ Սա շարունակությունն է այն պայքարի, որի արդյունքը պիտի լինի ուժեղ Հայաստանը։